Քանի որ օրը մեզ մոտ շաբաթ է, գնումներ են կատարել խորովածի համար։ Ասեք ինչ հետաքրքիր գույն ունի սմբուկը։ Խորովածի պատրաստությունն են տեսնում, այստեղ կանաչի են գնել, հիմա ուզում եմ լվանամ։ Կանաչիները չես կարող գնել սուպերմարկետից։ Գնում ենք սովորական տենց փոքր խանութներից։ Հիմա ջուրը կլցնեմ, սոդան վրան կավելացնեմ ու կթողնեմ 5-ից 10 րոպե։ Հետո հատիկ կլվանամ։ Այստեղ եկել եմ ձևափոխեմ, քանի որ անցած տեսանյութում ասեցի նանան շատացե, երկու տեղն է նանայա։ Բազիլիկը կհավաքեմ, նանան կհանեմ, կտեղափոխեմ։ Ու այստեղ ունեինք գնված ռեհան, կտրատել եմ այդ ռեհանը, դրել եմ սառցախցիկը, հիմա սրանք ուզում եմ տնկեմ, տեսնեմ հնարավոր է աճեն։ Մինչև նանան հանեցի, այնքան մեծ արմատներ ունեին, այստեղ տեսեք ոնց ազատվեց։ Սա թարխուն էր։ Հիմա ռեհանն էլ կտնկեմ եւ վերջ։ Բայց նանաները չորացել են, չեն կպելել։ Մենք մեքենայի մեջ ենք, գնում ենք զբոսնելու։ Մոռացել եմ ուր ենք գնում։ Այստեղ բենզալցակայանից թան գնեցի։ Նաև բենզալցակայանից գնեցի Twix եւ KitKat եմ գնել, որ փոքր ուտեմ։ KitKat-ը այդ նոր KitKat-ն է, որ սպիտակ ու կարիճնևին իրար հետ խառնած։ Հիմա ես առաջին անգամ բենզալցակայանից կփորձեմ բենզին լցնել, չնայած մեր մեքենան դիզել է, ավելի ճիշտ դիզել լցնել։ Ամուսինս ցույց է տալի, ձևը ես չգիտեմ։ Հիմա առանց սխմելու վերցնեմ, չէ՞։ Okay. Չի գալի։ Հիմա ստեղ նայում ես, ոսկրել գիրակալի 30։ Բարև սիրելիներս։ Ես արդեն առաջին մասը տեղադրել եմ իմ դիետայի, եթե չեք դիտել, ներքևում կարող եք իջնել եւ դիտել։ Հիմա իմ սկիզբը 58 կիլո 800 գրամ էր, մեզ մոտ երեկոյա, ուզում եմ ասեմ, այսօր ինչ կերա, խորոված էին արել, գարան խորոված կերա։ Գարան խորոված կերա 4 այսպիսի կտորներ, միջին չափի իմ կարծիքով, նաև փոքր կտորներ կերա։ Կտորներից մեկը փաթաթեցի լավաշի մեջ, կանաչի, սող, սալատ, առանց մայոնեզ, առանց կեչուպ, սոսներ չեմ օգտագործել, փաթաթել եմ, շատ քիչ պանիրը շատ քիչ, այդպես բրթունջի կարեցի ու կերա, բայց խախտում եմ այսօր արեմ, անկեղծ, ինչի համար եմ համարում խախտում, որովհետև 8 ժամի կերա, մեկ հատ էր այդպես բրթունջ սարքեցի, մի կտոր միս, ահա որ շատ կանաչի, ահա որ շատ սալատ, երևի 80% կանաչին ու սալատն էր կազմում, 20%-ը ընդամենը այդ մի կտոր միսը կտրտված ու լավաշ։ Խախտում էի նրանում ակայանում, որ համ ուշ երեկոյան կերա, ջուտից տվեցի, կեսը վերցրեց, այդ կեսը որ կերա ավտոմատ լավաշն է կողքներ դրած, ասացի լավ մի հատ է բրթունջ անեմ, բրթունջի կանեմ, տենց ուտեմ, բայց մենակ դրանով չեմ սահմանափակվում իմ խախտումը, ամուսնուս հետ գնացել էինք բենզալցակայան, ինքը ասեց Red Bull իր համար գնեմ, իսկ ինձ համար որոշեցի մի հատ քաղցր վերցնեմ, այսքան կերա ընդամենը Twix-ից, համարում եմ խախտում, որովհետև ասում եմ 8 ժամի եմ կերել ու ես եթե 8 ժամի ինչ-որ բան ուտում եմ, որ այտուցված եմ արթնանում ու երեկվա, այսքան անցած տեսանյութի վերջին ու առավոտյան, հա, այդ տեսանյութում երևում է, որ գնացել էինք McDonald's, ես ուղղակի կոլա 0 խմեցի կես լիտր, կոլա 0 կալորիա չունի, բայց ես ահա որ այտուցված էի արթնացել, որովհետև մամա Ջան կյանք, մեծ քանակի հեղուկ է պատը, հա կյանքս, ջանը, ահա որ հայտուցված եմ արտանում, կապ չունի հեղուկ, կապ չունի ուտեստ, կապ չունի քաղցր, թե աղի, ընդհանրապես դրանք կապ չունի, ես իրոք այտուցված եմ արտանում, իմ օրգանիզմի ձևն է այդպես, ոչ մի խնդիր չունեմ երիկամային, ոչ մի ինչ-որ ուրիշ առողջական խնդիրներ չունեմ, ամեն ինչ իմ մոտ օրգանները լավ են, ակտիվ են, նորմալ գործում են,
Կել մի բան է ուզում ասել, մոնտաժ անելուց նոր տեսա, թե ինչ դանդաղ է ես վլոգում խոսում։ Խի այդպես դանդաղ խոսում, ես իրոք չգիտեմ, բայց այնց իրոք ահա որ դանդաղ է խոսում, եւ իքրի այ դեպքում։ Անցած վլոգներում ուղակի վերջում արդեն շատ սոված էի լինում, դրա համար ուժ չեմ ունենում։ Իմ հանգստյան օրներ ու չեմ պարապի, գիտեք ինչի, որովհետեւ մտածում էի սկզբում յոգա անեմ գիշերը քնելուց առաջ, բայց ասացի չեմ, որ եթե ես իմ օրգանիզմին հանգիստ չտամ, չթողեմ, որ ինքը պարապմունքներից հետո վերականգնվի, գոնե մի օր շաբաթը մի օր հանգիստ չունենա, ես էլ չեմ կարող շարունակեմ։ Շատ շուտ կհիասթափվեմ, շատ շուտ իմ օրգանիզմը կհոգնի ու կվերջանա այս ամեն ինչը։ Դրա համար, եթե ծրագիրը տալիս է հանգիստ, ուրեմն ես կօգտագործեմ այդ հանգիստը իմ համար։ Ուտելիքս չեմ նկարել, այդ առումով էլ եղավ հանգիստ, ոչինչ կհանդիպենք վաղը։ Դե ինչ սիրելիներս, բարի գիշեր, վաղը տեսնենք պլյուս ունենք, թե ոչ, իմ կարծիքով պլյուս կլինի, չեմ կարծում, որ մինուս կունենա, գոնե ստաբիլ լինի, մի խոսքով, բարի գիշեր։ Era aí como isso aqui. Tem como forrar. Սա իմ առաջին ուտեստն է, այդ հյութից հետո այսօրվա մեկ սոխ, երկու պատճեղ սխտոր, սա արդեն խոզի խորոված է։ Սիրելիներս, այսօր իմ դիետայի 6-րդ օրվա ավարտն է արդեն, ցույց տվեցի, օրը մեկ հատ կերա դուրս եկավ, չնայած այդ սոկը, չգիտեմ հյութը, չգիտեմ քանի կալորիա կլինի, բայց դա սառույցով բացած հյութ է։ Ելակի համ է վերցրել, ինքը շատ համով էր, որ գնացել էինք այգի, այդ էի խմել ու կերածս ինչ-որ նկարեցի, սոխ, սխտոր, ես շատ եմ սիրում, չնայած նրան, որ ամուսինս չի ուտում, մի ժամանակ փորձում էի մամաս էլ տենց անում, պապային, եթե ինքը ուտում էր, հետո պապային էլ տենց
տալիս էր, որ ինքն էլ ուտի, որ երկուսը կերած լինեն, բայց ես այտենց փորձեցի, չի ստացվում իմ մոտ, դրա համար ես ուտում եմ սխտոր շատ եմ սիրում մսի հետ, սոխել եմ շատ սիրում։ Ուզում եմ ասեմ, որ սոխ ու սխտոր եմ կերել, դրա համար հիմա ահա որ ծարավում եմ, անընդհատ ջուր եմ ուզում խմեմ, բայց չեմ խմի, որովհետև եթե ես շատ ջուր խմեմ, բանավանդ հիմա արդեն շատ ուշ գիշեր է, ես ահա որ այտուցված կլինեմ ու ոչ մի մինուս չլինի, պարապել եմ այսօր կես ժամ, մի քիչ ավել կես ժամից, շատ շնորհակալ եմ ձեր աջակցությունների համար, ես բոլորիդ մեկնաբանություններով պատասխանել եմ ու ինձ ասել են, որ շատ ջուր խմեմ, շատ ճիշտ եք, ջուր խմելը ահա որ օգնում է ու ես մոռացել եմ, թե ցույց տամ օրվա քանակը, օրվա ընթացքում ինչքան ջուր եմ խմում, վաղվանից անպայման ցույց կտամ, թե ինչքան եմ խմում, ես միշտ մոռանում եմ ջուր խմել, բայց փորձում եմ շշով կամ մեծ բաժակով այդպես օրական մի քանի հատ խմեմ, որ գոնե 2 լիտր հազիվ լրացնեմ, եւ մի օր կարող է լինել, որ մեկ բաժակով ես սահմանափակվեմ, այդքան ես ծարավի զգացողություն չեմ զգում։ Ուզում եմ ասեմ, որ իմ բաժանորդներից մեկը մեկնաբանություններ գրել, որ ինքն էլ է տղա ունեցել, ոնց որ նույն օրն ենք ունեցել տղային, ոնց հասկացա, իր տղան էլ էր 07 հուլիսի 20-ին ծնվել, 24 թվականին։ Ես 9:42 եմ ունեցել գիշերը, երեկոյան 9:42, դուք երբեք ունեցեք, խնդրում եմ դա էլ գրեք, ինքան հետևից, որ հետևորդդ կամ քո բաժանորդը քո ծննդյան օրերը համապատասխանում են։ Ուզում եմ ասեմ, որ շատ նորմալ է արագ չվերականգնվել, արագ քո հին ֆորմաներին չգալ, ամեն մեկիս օրգանիզմը տարբեր ձև է ռեակցիա տալիս։ Ու ես որ համեմատում եմ իմ առաջվա նիհարելը այսենց էր, ռաստվա, իսկ հիմա շատ դժվար է ստացվում։ Ամենակարևորը համբերություն, քեզ սիրել այնպիսին ինչպիսին դու կաս, ու ես մի բան եմ հասկացել, պետք չի հենց քաշի դեմ պայքարել, ուղղակի ես ոչ թե քաշի դեմ եմ պայքարում, այլ ես քանի որ ինձ շատ եմ սիրում, ձգտում եմ իմ օրգանիզմին տալ այն քաշը, որը իր համար առողջ է։ Ոչ թե ինչ-որ վիզուալ քաշի տեսքի հետևից եմ անգնում, այ ես այդ ձևով շնորհակալություն եմ հայտնում ինձ ու իմ օրգանիզմին։ Մի հատ տարիք կար, որ ես հենց կոնկրետ իմ քաշի դեմ ես պայքարում էի, անդադ ես ուզում էի նիարեինք այդ քաշի վրա կանգնած էր, ես ուզում նիարեինք այդ քաշի վրա կանգնած էր։ Հետո երբ որ ընդունեցի այդ քաշը, ոնց որ երբ որ ես ինձ այդ քաշով ընդունեցի, նոր ես սկսեցի նիհարել։ Իմ կարծիքով մոտավոր իմ այսօրվա կերածը 1000 կիլոկալորիան չի անցնում։ Դե բարի գիշեր սիրելիներս, հուսանք վաղը մինուս կլինի, չի թվում խոսամ։ Հենց մի Մամամ։ Հենց սկսում եմ խոսամ։ Ջան։ It's okay, Baba. Ջանը։ Bye. Բարի լույս սիրելիներս, սա իմ առաջին եռման ջուրն է, արդեն խմում եմ երկրորդ բաժակը, բաժակի տարողությունը կես լիտր է, ու օրվա ընթացքում կխմում եմ եռման ջուր։ Սիրելիներս, մեզ մոտ արդեն ժամը 12-ն է, նոր ներքևի հատակն էի լվանում, փոշեկուլով մաքրեցի, հիմա լվացա, վերջացրեցի, սոված եմ, 2 բաժակ եռման ջուր եմ խմել, այդ մի բաժակը կես լիտր է, դուրս եկավ 1 լիտր եռման ջուր եմ խմել, խի եմ եռման խմել, ինքը այտուցները բավականին արագ հանում է եռման ջուրը, այստեղ արևապաշտպան եմ քսել, ուղղակի դրա համար տենց փայլուն է դեմքս, ու երկրորդ բաժակի մեջ 2 թեյ գթալ քացախ եմ լցրել, ես երբ որ Հայաստանում էի պարտադիր ամեն օր քացախաջուր էի խմում, քանակը շատացրել էի, սկզբում ես 1 թեյ գթալից էի սկսել, խնձորի քացախ եմ օգտագործում, ուզում եմ սկսեմ էլի օգտագործեմ, որովհետև աղիների համար շատ լավ է խնձորի քացախը, այդ պարտադիր ես անգամ որ ճամփորդում էի,
մի փոքր 100 մլի չափով ես իմ հետ տանում էի քացախը, որ խմեի, ճիշտ է, այդ քացախը տատի սարքած քացախն էր լինում, բայց խանութին էլ միական չի, խնձորի քացախ ես սարքեցի, բայց իմ մոտ բաց էր քացախը եղել, չգիտեմ ինչի, եթե գիտեք ոնց սարքել քացախ, որ այդպես ոնց որ խանութի քացախն է մուգ լինում, գրեք մեկնաբանություններ, մեկը սխտորի թութուն մոտոց չստացվեց, ինքն եմ սիրում, փտա, փչացավ, նեղեց։ Մեզ մոտ ժամը 2-ն է, ճուտիկս եկել ա տուն ու քնած է արդեն, ես հիմա կսկսեմ պարապելը, այսօր շատ պետք է պարապեմ, երևի 50 րոպե, ամբոլորը կանեմ, ներքևից վերև կսկսեմ, որովհետև հիմնականում այդ ներքևինները այդքան էլ ակտիվ կարդիո վարություններ չեն, ավելի թեթև են, իսկ առաջ որ վերևից ներքև է անում, էլ ներքևը չի կարում, ֆիզիկապես ուժ չի գտնում անելու, դրա համար հիմա ներքևից վերև կանեմ, որ ամենաառաջինը, ամենադժվարն է, հետի վերջում։ Սիրելիներս ես պարապեցի, վերջացրեցի, ուժ չունեմ, բան չունեմ ասելու, հոգնել եմ 50 րոպեն պարապեցի, հիմա կմտնեմ կլողանամ։ Եկունը էլ բան չմուտի, եթե շոտ սորացման եմ հացուն կամ մտացի չունի բան կուտեմ, այսօրվա համար այսքան, որովհետև արդեն կամանց հիասթափվում եմ, որ քաշը տենց նորմալ 58-ից հələ չեմ կարողանում անցնել մի կողմ, 58-700 էի, բայց չեմ անկրվում, դրա համար այսօր մի քիչ վրա կաշխատեմ, հաց չեմ ուտի, բան չեմ անի, այդ մեկ սնունդով կսահմանափակվեմ, որ գոնե վաղը մի քիչ ավել մինուս տենամ։ Այս իմ երրորդ երման վարժակ ջուրն է, այստեղ էլ է կես լիտր կխմեմ կամ կումկում ու մնաց վերջինը կլինի 2 լիտր ընթացքում սառը ջուր եմ ու սառը ծորակի ջուր եմ խմում։ Այս իմ 4-րդ բաժակ եռացրած ջուրն է, այստեղ 250 մլի է, մի հատ էլ կխմեմ, մեզ մոտ ժամը 6:40 է։ Չգիտեմ գոլորշին չի երևում պրոսը, կամ հեռայի մոտ, տեսնենք վաղը ինչքան մինուս կունենեմ, դեռ քաղցած չեմ, բայց քաղցած լինեմ չեմ ուտելու, շատ մտածեցի թան խմեմ։ Սիրելիներս իմ դիետայի 7-րդ օրն էլ եկավ ավարտին, այսօր կերել էի այդ խորովածը ու էլ ընդհանրապես բան չեմ կերել, քաղցի զգացողություն մի քիչ ունեմ, զգում եք արդեն ես արդեն զգում եմ, որ բավականին էներգիա ունեմ, որտեվ առաջին մասում ես շատ դանդաղ էի խոսում, անդադ հոգնած էի, իսկ հիմա ավելի էներգիայով եմ ու այդ պարապմունքներն է ազդում, քաղցի զգացողություն հիմա մի քիչ կա, բայց անտանելի չի, ոնց որ առաջին օրերն էր։ Կքնենք, վաղը կտեսնենք ինչքան, չգիտեմ, կունենամ մինուս, չեմ ունենամ մինուս, բայց ես ինձ լավ եմ զգում ու էներգիաս էլ տեղն է։ Պես եթե դուք էլ եք պահում դիետա, կարող եք գրել ձեր արդյունքները մեկնաբանությունների կամ եթե սկսում եք պահել, կիսվեք ձեր արդյունքներով մեկնաբանություն։ Սիրելիներս բարի լույս, այսօր իմ 8-րդ օրն է դիետայի, դեռ չեմ կշռվել, հա կյանքս, հեսա կգնանք կշռվենք, շալվարը են չեմ հագնելու, այս խլոյցինգի չելենջը 2 շաբաթ է տևում, կյանքս 2 շաբաթ հետո կհագնեմ, օհո կյանքս, չելենջը կվերջացնեմ, նոր այդ շալվարը կհագնենք միասին, հուսանք երեկվա պահածս ինձ կօգնի, հիմա այսօր գնանք կշռվենք։ Ջանք, մեծ մոտ ժամը 10-ն ու Մամա տակ ջուրը, ջան, մեծ մոտ 10-ն ու նախաճաշ է տարմին, հայացենք դուրս եկի, հայ կյանք։ Ինգա Այս
Արմենիս այստեղի հարևանն էր նվեր տվել։ Մամա։ Հա, կյանք։ Սենց բանը։ Մամա։ Ջանա, կյանք, հա։ Անասի։ Իրա գործիքներով, իրա բաներով։ Ժիլետն էլ կա։ Այստեղ կարա գործիքները դնի։ Մենք դուրս ենք եկել զբոսանքի, ինքը հեծանիվով էր դուրս եկել, ես մանկասայլակն է վերցրեցի, որ հոգնի, այսինքն դրեմ տակը ու իրան չկրկեմ հեծանիվը հետ այսել իրա սաղավարտին տղա է։ Գնացինք տուն, մենք արդեն տանն ենք, հիմա ես մի բան կպատրաստեմ, ստեղ կարտոֆիլ եմ խաշում, պյուրե կսարքեմ, իմ համար գրեչկա ուզեցի, գրեչկա կանեմ ու կտեսնենք էլ ինչ եմ անելու։ Սակուտեմ, պաղպաղակ, մրկայում։ Yeah. Իչի չեմ կարում, աղ, ջան, թևս ծավաց, ջանա, սպասի, 5 րոպե սպասի, թևս հանգստանա, ջան, կյանք թևս ծավում այլ չեմ կարա գրկեմ, հա, բայց թևս ծավում կյանք թևս ծավում կլինի չգրկեմ հիմա,
Ես կուտեմ գրիչկաս թթվասերով։ Mama. Ինքը առանց շաքարավազի, առանց կարակի, առանց թեթվի։ Mama. Սիրիներս նոր պարապում էի, ընդամենը 10 րոպե եմ արել, չկսկրած դրամարամոտ, բայց էլ չեմ կարում։ Այսօր ընդհանրապես ոչ ուժ ունեմ, ոչ հավես ունեմ, խառը կերել եմ, բայց էլ բան չեմ ուտի, հաստատ վաղը պլյուս կունենամ։ Ես ինչ չեմ տանջի, 10 րոպե միցև սորով արեցի, հիմա կգնամ կլողանամ ուղղակի, կգամ կպարկեմ, ոչ ֆիզիկապես, ոչ էմոցիոնալ, ոչ մի առումով ուժ չունեմ։ Դրա համար ու ես ինձ այսինքն կոնկրետ ժամանակ չեմ տվել, որ հենց այս ժամանակին ես այդքան մի հայացք ունեմ, ես ուղղակի ուզում եմ ամեն օր գոնե փոքր մինուս ունենամ, չնայած որ հիմա вообще շատ դանդաղ եմ իջնում, էդ էլ է ճնշում, օքեյպես, որ ամեն անգամ կանգնում ես կշարքին, դեռ 58-ից ներքև չեմ անցել, 58-400 էի, վաղը հաստատ պլյուս կլինի։ Չմեն մենակ նկարել եմ, որ գրեչկա եմ կերել, բայց խտենց խպրը կերել եմ մի խոսքով, սենց էլ է լինում, ուզում եմ ասեմ, որ եսի նորմալ է, բայց չեմ հանձնվում, ոչինչ թող վաղը պլյուս լինի, ես վաղ կտեղադրեմ, հետո էլի կշարունակենք, այսօր այսքանը կանեմ, կավարտեմ ու էլ չեմ անի, չեմ կարողանում էլ։ Նայեք մեզ մոտ ինչ անձրև է գալիս, ինչ հավեսն է, ինչ մոնքրոտ է, ընտիրը։ Ես էլ բալկոնի ծաղիկներն եմ։ Դե ինչ սիրելիներս այսօր ասքան, ապա ժանրթագրվեք իմ ալիքին, գրեք մեկնաբանություններ, սիրում եմ բոլորիդ, ցտեսություն։